Ողջույն Սուսիկ, այսօր մենք խոսելու ենք առողջության պարտադիր ապահովագրության մասին։ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործելու է առողջության պարտադիր ապահովագրության համակարգը։ Կասեք, թե ինչ է դա իրենից ներկայացնում, դա պարտադիր վճար է, եկամուտ է, հարկ է, ինչ է իրենից ներկայացնում։ Ողջույն Նարա ջան, թերևս սա ամենաշատ քննարկվող թեման է վերջին 2 ամիսներին, որովհետև արդեն 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ապահովագրությունը դարձավ պարտադիր եւ ապահովագրի վճարը համարվում է պարտադիր վճար, բնականաբար օրենքով սահմանվում են այդ մարդկանց քաղաքացիների քանակը եւ խումբը, որոնք պարտավոր են այդ վճարը կատարել եւ որոնք առանց վճար կատարելու արդեն իսկ պետության սուբսիդավորմամբ համարվում են ապահովագրական պես փաթեթի շահառու։ Պարտադիր վճար կատարելու են 200,000 1 դրամ եւ ավել աշխատավարձ ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Նաև կան խմբեր, որոնք պետության սուբսիդավորմամբ են լինելու շահառու, օրենքով սահմանվում են մինչև 18 տարեկան երեխաները, 65+ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հաշմանդամության առաջի, երկրորդ, երրորդ կարգ ունեցողները եւ մի քանի այլ, այսպես ասած, խոցելի խմբեր։ Իսկ վճարողները, ինչպես արդեն նշեցի, 200,000 1-ից սկսած աշխատավարձ ստացողներն են։ Այսինքն պետությունը ձեր թվարկած մարդկանց համար վճարումները ինքն է կատարել։ Այո։ Իսկ աշխատողներն են այդ վճարումները կատարելու, թե կարող են օրինակ լինել անձիկ, ովքեր որ ծառայություն են մատուցում։ Այսինքն հենց վարձու աշխատողը պետք է լինի, թե ծառայություն մատուցողը եւս մտնում է այդ սուբյեկտի շրջանակի մեջ։ Վճարող են համարվում աշխատանքային պայմանագրի շրջանակում, դեռևս այս պահին աշխատանքային պայմանագրի շրջանակում աշխատողները, քաղաքացիական իրավական պայմանագրերի դեպքում դեռևս այս տարի 26 թվականի համար նախատեսված չէ, գործելու է 27 թվականի հունվարի 1-ից այս պահի եղած կարգավորումներով։ Այսինքն անձը ստանում է աշխատավարձ, ձեր նշած աշխատավարձից բարձր կամ ձեր նշած աշխատավարձի չափ աշխատավարձ ստանում է ու ինքն է վճարում այդ ապահովագրության համար, թե գործատուն է վճարում։ Ոնց է լինում այդ կարգավորումը, ոնց է դա լինելու։ Տեսեք, աշխատանքային պայմանագրերի, կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում գործատուն համարվում է հարկային գործակալ եւ ինքն է փոխանցում տվյալ գումարը միասնական հաշվին բացված հաշվեհամարին։ Այս բaragայում գործատուն լինում է հարկային գործակալ, պահում է աշխատողից եւ վճարում է տվյալ հաշվեհամարին։ Անհատ ձեռնարկատերերի դեպքում առանձին, այսպես ասած, կարգավորում կա, անհատ ձեռնարկատերերի դեպքում անհատ ձեռնարկատերը ինքն է, որ փոխանցումը կատարում է տվյալ հաշվեհամարին մինչև ապրիլի 20-ը կոնկրետ անհատ ձեռնարկատերի դեպքում։ Իսկ աշխատողների դեպքում յուրաքանչյուր ամսվա 20-ն է համարվում վճարման վերջնաժամկետ։ Այսինքն աշխատավարձից ապահովում կատարվելու իսկ կարող է գործատուն կա այնպիսի եզրակացության կամ այնպիսի որոշման, որ ոչ թե աշխատավարձից պահում կատարի, այլ այսպես ասած գործատուն ինքը իր հաշիվներով վճարումը կատարի, թե նմանատիպ ձևով կարգավորումները չի կարող լինել։ Վստահ եմ կան կազմակերպություններ, որոնք կցանկանան կամ կնախատեսեն իրենց հաշվին այդ վճարումը կատարել, բայց ամեն դեպքում նախատեսված է, որ աշխատողը պետք է վճարի այս տվյալ ապահովագրավճարը։ Իհարկե պետք է նշեմ նաև, որ որոշակի հարկային վճարումների հետ կապված փոփոխություններ են եղել 2026 թվականի հունվարի 1-ից սկսած։ Այդ պատճառով աշխատողի համար շատ ծանր չի լինելու այդ փոփոխությունը, միանգամից այսպես ասած չի զգալու այդ պակասը, աշխատավարձի պակասը, եթե հենց հիմնականում դրոշմանիշային վճարի, այսինքն շատ մեր մոտ տարածված բանակի փողի նվազման շնորհիվ այդ ոնց որ խնդիրը շատ չի զգալու աշխատողը։ Հիմա այս պահին յուրաքանչյուր ամսվա համար ապահովագրավճարը սահմանված է 10,800 դրամ, ֆիքսված թիվ է, ֆիքսված փաթեթ, բայց 200,000 1-ից մինչև 500,000 դրամ աշխատավարձ ունեցող քաղաքացիները վճարելու են սկզբում ընդամենը 4,800 դրամ, եւ ինչ փոփոխություն է եղել, եթե նախկինում նրանք վճարում էին 5,500 դրամ դրոշմանիշային վճար, արդեն իսկ վճարում են հիմա 1,000 դրամ, ընդամենը 1,000 դրամ։ Ընդ որում 10,800 նշեցի ամսականը, բայց որից 6,000 դրամը պետությունը սուբսիդավորում է 200,000 1-ից մինչև 500,000 ստացող աշխատողների համար, հետեւաբար այս պահին, եթե ուղղակի վերցնենք աշխատողը ինչքան է պակաս ստանում, մաքուր աշխատավարձ, ընդամենը այդ սանդղակի մեջ 300
դրամ է դա կազմում, 300 դրամ պակաս։ 500,000 դրամից արդեն սկսած, դրանից հետո աշխատողները վճարում են 10,800 դրամ։ Բայց այստեղ էլ նույն սկզբունքով դրոշմանիշային վճարի փոփոխություն է եղել, այնպես որ այսպես մաքուր վնասը դեռևս 300 դրամն է։ Հա, դեռևս չի զգում աշխատակիցը, կարծում եմ։ Իսկ երբ որ ուզում են այդ ապահովագրությունից օգտվեն, հա, գնում են, կա ինչ-որ բժշկական հաստատությունների ցանկ, որ գնալու են եւ օգտվեն այդ ապահովագրությունից, թե պետությունը նմանատիպ, այսպես ասած, ցանկը չի տրամադրում։ Չէ, տրամադրում է, օրենքով ստեղծվել է հիմնադրամ, նաև ապահովագրության համար, ու հիմնադրամը այդ ամբողջ տեղեկատվությունը տրամադրում է բնակչությանը, կայք ունի, որտեղ նշված են այն կազմակերպությունները, բժշկական հաստատությունները, որոնց հետ աշխատում է, որոնց հետ կա կնքված պայմանագիր, բնականաբար նախատեսելուց առաջ քաղաքացին պետք է հասկանա, եթե գնում է ինչ-որ բժշկական կենտրոն, պետք է հասկանա պայմանագիր կա այդ բժշկական կենտրոնի հետ, թե ոչ։ Հետևաբար իր փաթեթը ներառում է այդ բժշկական կենտրոնում ծառայությունների մատուցումը, թե ոչ։ Սա շատ ամենակարևոր հանգամանքն է, որ պետք է լինի։ Ակտիվացումը շատ հեշտ է լինում, ընդհանրապես Արմեդ համակարգը, որը բոլորս կարծում եմ արդեն ունենք, պետք է այնտեղ բացել, տեսնել ինչ կարգավիճակ ունի տվյալ քաղաքացին, ակտիվ է իր փաթեթը, թե ոչ, ու արդեն գրանցել այցը ու գնալ բժշկական հաստատություն, բնականաբար ընդ որում նաև նշեմ, որ օրենքով շատ նաև լավ կետ կա այն մասով, որ կանխարգելիչ ծառայությունները նախատեսում մատուցել, այսինքն որպեսզի ապահովագրական փաթեթը գործի, պետք է գնալ եւ կանխարգելիչ բուժզննում անցնել տարեկան։ Միայն բացառություն են կազմում շտապ դեպքերը, երբ որ քաղաքացուն շտապ բուժօգնություն է անհրաժեշտ, այս տարբերակը արդեն չի գործում։ Այսինքն, որ գնում են ուղղակի տարեկան հետազոտությունների համար ուզում են դիմել բժշկական հաստատություն, կարող են գնալ եւ այդ հետազոտություններն անցնել։ Այո, այսինքն նմանատիպ իրավունք տրամադրում է քաղաքացիներին։ Իսկ եթե օրինակ գործատուն չի կատարում այդ պատասխանատվությունը, այդ պարտավորությունը չի կատարում, այս դեպքում ինչ խնդիրներ կարող է առաջանալ, արդյոք գործատուն պատասխանատվության ենթարկում է, թե ոչ։ Տեսեք, նախ եւ առաջ աշխատողի ապահովագրական փաթեթը չի ակտիվանում, գործատուն իր անհատական հաշվի քաղվածքում ունենում է պարտք, իր հարկային պարտավորությունների մասում պարտք, որի համար նաև տույժ կարող է աշխատել ժամկետից ուշացնելու դեպքում։ Այսինքն կարելի ասել է հարկի տեսակ, հա, ինքը ոնց որ օրենքով չի նշում հարկի տեսակ, բայց ոնց որ հարկի տեսակ լինի։ Ես կասեի ավելի շուտ նպատակային վճար, որովհետև եթե զուտ մեր պատկերացմամբ մենք վճարում ենք նաև եկամտային հարկ, մեր եկամտից ստացվող հարկը պետությունը դա օգտագործում է տարբեր նպատակներով, մենք կարող է չիմանանք էլ մեր վճարած գումարը ինչ նպատակով է օգտագործվում, ու պարզ է ինչ նպատակով պետք է օգտագործվի, բայց հստակ առանձնացում այդպես չկա։ Իսկ ապահովագրավճարի դեպքում մենք գիտենք, որ դա մեծ բժշկական ծառայությունների մատուցման համար է։ Հստակ նպատակային մենք գիտենք, թե ինչին է ծառայելու այդ գումարը կարիքի դեպքում։ Ու կարևորը, որ իր նպատակին, հա, ոնց որ օգտագործվի, դա ավելի կարևոր է։ Իսկ եթե մարդիկ վարձու աշխատողներ չեն, այլ կարելի է ասել ծառայություններ մատուցող են կամ ֆրիլանս, հա, աշխատողներ են, էլի ծառայությունների մատուցման պայմանագրով են աշխատում, այս դեպքում տվյալ մարդիկ ինչպես են իրենց այս պարտավորությունը կատարելու։ Քաղաքիրավական պայմանագրերի դեպքում դեռևս չի գործում այս կարգավորումը, 27 թվականից է գործելու, իսկ անհատ ձեռնարկատերի դեպքում գործում է արդեն եւ այս տարվա ապրիլի 20-ն է վճարման վերջնաժամկետը։ Ուզում եմ իրականում հասկանայի, որ չի գործում, այսինքն իրենք չեն օգտվում ապահովագրությունից չեն օգտվում։ Չէ, այս պահին հիմնական ստանդարտ փաթեթի շրջանակներում իրանք եւ վճարում չեն կատարում եւ ծառայություններից փաթեթի շահառու չեն համարում։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք որ աշխատողներին մինչև տվյալ օրենքի ընդունելը նաև կար նաև որ տրամադրում են նաև ապահովագրություն։ Այս դեպքում տվյալ կազմակերպությունները ոնց են կարգավորելու այս հարցը։ Հրաժարվելու են ապահովագրությունից ու արդեն սկսելու են վճարել այս ապահովագրության համար։ Սա երևի այսպես հետաքրքիր հարցն է իրականում, որովհետև ճիշտ է սա այս պետական պարտադիր ապահովագրությունը կարելի ասել համատարած բնույթ ունի, եթե չեմ սխալվում 1,600,000 շահառու։ Նախկինում մասնավորված ընկերությունները, ապահովագրական ընկերությունները բավական հաջող ձևով ծառայություններ էին մատուցում, փաթեթներ էին առաջարկում, բայց իհարկե համատարած տարածում դա չուներ։
Ոչ բոլորն էին, որ օգտվում էին ապահովագրական ընկերությունների առաջարկած ծառայություններից, փաթեթներից։ Հիմա բնականաբար են կազմակերպությունները, որոնք պայմանագիր ունեն ապահովագրականների հետ, շարունակելու են այդ պայմանագրերը, բայց այստեղ ապահովագրականների արդեն գործն է, թե իրենք ինչ առաջարկ կունենան հետագայի համար։ Բնականաբար, եթե նախկինում իրանք մրցակցում էին իրար մեջ էր մրցակցությունը, ապահովագրականները, հիմա արդեն պետական պարտադիր ապահովագրական փաթեթի հետ, որը կարծում եմ դժվար է, պետք է եւ գնային քաղաքականություն փոփոխվի եւ բնականաբար ծառայությունների փաթեթը առաջարկվող պետք է տարբերվի։ Ավելի քիչ գոնե լինի, որ գումարը ավելի քիչ կամ ծառայությունները ավելի ինչ որ տարբերվող ընդհանուր փաթեթից, որպեսզի ուղղակի քաղաքացին իմաստ տեսնի կամ կազմակերպությունը իմաստ տեսնի դրա համար վճար կատարելու։ Իսկ եթե անձը աշխատում է երկու տեղ, այսինքն համատեղ աշխատանք ունի եւ երկու տեղ աշխատավարձերը այնքան է, որ կարելի ասել հավասարվում է 200, 1000 դրամին։ Այս դեպքում ո՞նց է կարգավորվում այս հարցը։ Այս պարագայում հաշվի առնում յուրաքանչյուր գործատուի վճարած աշխատավարձը, օրինակ, եթե աշխատողը երկու տեղում աշխատելով ամեն մեկում օրինակ 150,000, այդ պարագայում վճարող չի համարվում, ապահովագրական փաթեթի շահառու չի համարվում, որովհետև իր համար գործատուները պարտավոր չեն վճարում կատարեն։ Իսկ եթե արդեն, այսինքն 2, նույնիսկ եթե 300,000 դրամ է, գումարային հաշվարկ չի կատարվում, ամեն մեկի սկզբունքով է այդպես հաշվարկ կարվում։ Այս դեպքում պետությունն է տվյալ անձի համար, այդ վճարը կատարում, ինչպես որ նշեցիք, որպես սուբյեկտ։ Չէ, պետությունը այս պարագայում վճար չի կատարվում, տվյալ փաթեթի մասնակից ապահովագրված անձ չի համարվում տվյալ անձը, կարող է օգտվել արդեն պետական ինչ-որ ծառայություններից, բայց ոչ փաթեթի շրջանակներում։ Հիմա այսինքն վարձու աշխատողները իրենց, այսպես ասած, վճարային հեռախոսում ներբեռնում են այդ հարմետ հավելվածը, գրանցվում են այդ հավելվածում, բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը նշում են եւ արդեն կարողանում են գնալ այն հաստատություն, որը որ նշված է այդ հավելվածում, օգտվել բժշկական ծառայությունից։ Ճիշտ է ամեն ինչ։ Պետք է, ինչպես նշեցի, ծանոթանալ եթե ցանկացնի իհարկե կա հիմնադրամի կայքեջում կան կազմակերպություններ են բժշկական կենտրոնները, որոնց հետ կան պայմանագրեր, այդքանը։ Կարող է նաև ընտանեկան բժշկի մոտ այց ամբրագրել, այդպես տարբեր մեխանիզմներ կան, տարբեր ձևեր կան, կարծում եմ այս մասով առողջապահական համակարգին ավելի մոտ կանգնած մարդիկ էլ մեխանիզմները կասեն։ Ամենակարևոր հարցերից մեկը դա, այդ ապահովագրական փաթեթը ինչ արժի, որքան է գինը։ Տարեկան արժեքը ապահովագրական փաթեթի 129,600 դրամ է եւ այսինքն այդ սկզբունքով ամսական արժեքը 10,800 դրամ։ Այսինքն ամիսներով որ գումարեն այդքան կլինի։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ունեն, ապահովագրություն ունեն, բայց տարվա կտրվածքով ընդհանրապես չեն օգտվում այդ փաթեթից, ինչ է լինում։ Ոչ մի բան է սպարագայում, ցանկության դեպքում իրենք կարող են օգտվել, եթե չեն օգտվում, այսինքն գումարի վերադարձ, եթե էդի նկատի ունեք, չի նախատեսվում։ Ուղղակի կարևոր կետ կա այնտեղ, որ նշեցի կանխարգելիչ բուժզնման ծառայություններ է ներառված, քաղաքացին պետք է անցնի կանխարգելիչ բուժզննում, որպեսզի կարողանա օգտվել նաև մնացած ծառայություններից։ Այսինքն ավելի լավ է ամեն դեպքում օգտվել, բուժզնումն անցնել տարեկան, կարծում եմ լավ մշակույթ է։ Ու իրականում այս ներդրումը, այս համակարգի մի քանի տարի հետո երևի մենք կտեսնենք հիվանդությունների թվի նվազման կամ կյանքի տևողության երկարության հետ կապված հարցերում։ Ու իրականում նաև սա այսպես ասած միջոց է, որ քաղաքացիները մտածեն իրենց առողջության մասին, եթե նախկինում ասում էին, որ առողջության համար պետք է բավականին մեծ գումարներ ծախսեն, գոնե այս բaragայում գիտեմ, որ ինչ որ X գումար ունեն, փաթեթից կարող են օգտվել, գնան եւ հետազոտություն ստանան եւ կկարողանան իրենց առողջության մասին մտածել եւ ստանալ համապատասխան բուժում։ Իրականում այդ մասով էլ ես նայում էի տարբեր հարցազրույցներ սրա հետ կապված, թե առողջապահական համակարգը ինչ վիճակում է
հունվարի 1-ից հետո, այսինքն ծանրաբեռնված է թե ոչ, կենտրոններում շատ են բուժառուները, պացիենտները շատացել են ու նշում են, որ իհարկե շատացել են։ Հիմնական գերակշռ մասը 65+ տարիքի անձինք են, որոնք իմանալով, որ իրենք դե վճարող չեն, այս դեպքում պետությունը սուբսիդավորում է, բնականաբար այն մարդիկ, որոնք նախկինում այդ հնարավորությունը չունեին, գալու բուժզնումն անցնելու, այս պահին իմանալով, որ այդ փաթեթը գործող է իրենց համար, կարող են փաթեթի ծառայություններից օգտվել, դիմել են, այդ պատճառով մարդկանց թիվը բավական մեծ է եղել, այս մի ամսվա ընթացքում կարծում եմ այսօր էլ մեծ կլինի։ Հա, իհարկե, որովհետև շատ կարևոր է առողջությունը եւ պետք է դրա համար համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Դուք նաեւ նշեցիք, որ մասնավոր, ապահովագրական ընկերությունները որոշակի, եթե նախկինում մեկ մյուսի հետ էր մրցակցում, հիմա արդեն պետության հետ է այդ մրցակցությունը լինելու։ Ինչու պետությունը այս փաթեթի ձևավորումը կամ այս համակարգի ներդրումը, որ արդեն Հայաստանում գործելու է, չհամագործակցեց այդ ընկերությունների հետ։ Իրականում այս օրենքը եւ համակարգը մշակվում է շատ վաղուց եւ վստահ եմ, որ այդ տարբերակն էլ է դիտարկվել մասնավոր ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում, այսինքն երբ որ անհատը քաղաքացին վճարի տվյալ գումարը, ապահովագրավճարը, բայց ինքը հնարավորություն ունենա ընտրելու, թե որ ապահովագրական ընկերության հետ աշխատի կամ ինքը հնարավորություն ունենա ընտրելու ինչ փաթեթի շրջանակներում իր գումարը վճարի։ Հատկապես, որ եթե մենք պետականի դեպքում ունենք մեկ միասնական համակարգ, մեկ միասնական ապահովագրական փաթեթ նույն արժեքով բոլորի համար, մասնավոր ընկերությունները առաջարկում են բազմաթիվ փաթեթներ, շատ ճկուն են, կախված նաև եթե կազմակերպություններն են համագործակցում, կախված կազմակերպության աշխատակիցների թվից, կազմակերպության պահանջներից, իրենք տարբեր փաթեթներ են առաջարկում, տարբեր արժեքային եւ տարբեր ծառայություններ ներառող։ Վստահ եմ, որ համակարգի մշակման ժամանակ այդ հնարավորությունն էլ է դիտարկվել, բայց այս պահին ունենք ինչ որ ունենք, ընտրված է ընդամենը մեկ, ավելի իրականում պարզ համակարգ է, որովհետև մի փաթեթ կա, մեկ միասնական ու մեկ արժեքով, կարծում եմ սկզբնական շրջանում ավելի հեշտ կլինի քաղաքացիների համար կողմնորոշվել է այս մասով, շատ երբ որ մարդուն շատ ընտրության հնարավորություն են տալիս, բնականաբար ավելի դժվար է ճիշտը ընտրել, իսկ այս պարագայում ընտրության հնարավորություն չունենք, ընդամենը մեկն է, հնարավոր է հետագայում արդեն այդ հիբրիդային տարբերակը լինի, երբ որ եւ պետական մասով լինի այդ ապահովագրությունը եւ առանձին մասնավոր ընկերությունների հետ։ Նաեւ ուզում եմ Եվս մեկ անգամ խոսենք աշխատավարձերի հետ կապված, եթե վարձու աշխատողը X ամսում ստանում է 201,000-ից ավել աշխատավարձ, բայց հաջորդ ամիս ստանում է ավելի քիչ աշխատավարձ կամ դիցուկ վերցնենք մեկ օրինակ, որ աշխատողը ստանում է ցածր աշխատավարձ, 201,000-ից ցածր աշխատավարձ, հաջորդ ամիս ստանում է աշխատավարձ ու նաև պարգևավճարներ, որոնք որ լինում են 201,000-ից ավել։ Այս դեպքում ինչպես է այդ հարցը լուծվում։ Նախ նշեմ, որ այս ապահովագրական համակարգի մասնակից համարվելու համար հիմք է ընդունվել 25 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձերի չափերը։ Իսկ եթե աշխատողը իր աշխատանքային վայրը փոխել է, սկզբնական շրջանում, այսպես ասեմ, սկզբնական մուտքը հիմք է ընդունվել նոյեմբերի աշխատավարձերը, բայց եթե մինչև աշխատողը դեկտեմբերի 25-ը ազատվել է, այդ պարագայում ինքը չի համարվել ապահովագրության վճարող, այսպես ասեմ, տարօրինակ է, բայց այո, եթե 201,000-ը գերազանցում է աշխատողը, ապա կհամարվի ապահովագրության վճարող ու պետք է պահումները կատարվի, վճարը վճարվի։ Ընդ որում, եթե դուրս է գալիս աշխատակիցը աշխատանքից, բնականաբար այս պարագայում գործատուն այլևս հարկային գործակալ չի համարվում ու այդ պարտականությունը վճարելու դրվում է աշխատողի վրա։ Ավել, այսինքն, երբ որ ստանում է պարգևավճար, թե եթե աշխատավարձը գերազանցում է արդեն իսկ 200,001-ը համարվում է ապահովագրության վճարող, կապ չունի ինչ ձևով է ձևավորվում, էլի աշխատավարձի բարձրացում է տեղի ունենում, թե պարգևատրում է տրամադրվում աշխատողին։ Եվ նաև նշեցիք, որ տարեկան կազմում է 129,000 դրամ, այսինքն 129,600, հա, օքեյ, այդ թվերի հետ կապված, այդ լավ չեմ կարող հիշել, ձեր նշած թվով, հա,
Այսինքն բժշկական ծառայություններից օգտվելու համար ինքը ունի այդքան գումար, որ կարողանա համապատասխան բժշկական ծառայությունից օգտվել։ Եթե ստանում է, բայց իր ծառայությունները ավելի շատ են, քան այդ գումարը, արդեն պետք է, հա, տվյալ անձը ինքը իր գրպանից դնի եւ այդ ծառայություններից օգտվի։ Նայեք, այսպես հնարավորություն տրվում է օրենքով լրացուցիչ գումար վճարել ինչ որ տեսակի ծառայությունների համար, որոնք դուրս են ապահովագրական փաթեթից։ Այդ պարագայում հնարավորություն է տրվում, եթե օրինակ մի ծառայություն պետք է տրամատուցվի տվյալ քաղաքացուն կամ ինչ որ մի տեղատնից, ինչ որ մի նմանատիպ ինչ որ մի դեպքում հնարավորություն է տրվում, որ քաղաքացին իր միջոցների հաշվին ավելացնի եւ ստանա տվյալ իր ծառայությունը կամ տեղորայքը։ Շատ հետաքրքիր է իրականում ու հիմա երևի թե ամենակարևոր ու քննարկվող թեմաներից է, թե բնականաբար մեծամասնությունը բարձր աշխատողներ են ու դա իրենց անհանգստացնում է եւ դուք շատ կարճ շագիրտ եւ լակոնիկ, շատ գրագետ մեկնաբանեցիք եւ տվեցիք այդ տեղեկատվությունը, որը բնականաբար վստահ եմ, որ մեծամասնությանը, ովքեր որ դիտեն այս ոդքասթը, իրենց համար կարևոր կլինի եւ նաեւ կլինեն տեղեկացված։ Շատ շնորհակալություն ձեզ այս հետաքրքիր տեղեկատվության համար։ Ես էլ եմ շնորհակալ։